Հարգելի պատգամավորներ, Ազգային ժողովի 2026 թվականի փետրվարի 10-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծի առաջին բաժնում պարտադիր քննարկման ենթակա 7 հարց կա։ Դրանք հերթական նիստերի օրակարգում ընդգրկվում են առանց քվեարկության։ Երկրորդ բաժնում 22 նախագիծ կա։ Ազգային ժողովի խորհուրդը փետրվարի 9-ի նիստում քննարկել է այս բաժնում նախագծերի ընդգրկման, դրանց քննարկման, հաջորդականության հետ կապված առաջարկները եւ քվեարկությամբ հաստատել է դրանք։ Հարգելի պատգամավորներ, գլխադասային հանձնաժողովներ առաջարկել են կառավարության ներկայացրած խաղային գործունեության կարգավորման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը քննարկել հատուկ ընթացակարգով, այն է նախագծի փաթեթների երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում։ Հարգելի պատգամավորներ, Հայաստան խմբակցությունը ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածի համաձայն հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշման նախագիծ է ներկայացրել, ըստ որի որոշման նախագիծը ներկայացրելուց խմբակցության հիմնական զեկուցողից հետո հարակից զեկուցմամբ հանդես է գալիս կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը։ Տեղեկացնեմ, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածի համաձայն հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում առանց քննարկման։